Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մենք 2020-ի պատերազմում կորցրել ենք կշեռքի մի նժարին դրված հայրենիքի մի մասը, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, ավելի անկախ է եւ ավելի ինքնուրույն։ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Այսօր ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք թվեր է հրապարակել ու հայտարարություններ արել։ Մասնավորապես 24 թվականի պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ, 18-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ, մարդիկ Հայաստանում շուրջ 50%-ով ավելի լավ են ապրում քան 18 թվականին։ Մայրաքաղաք Երևանում ժամը 15:00, այսօր չորեքշաբթի է, հունիսի 4-ը։ Ես Իրանուշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Մենք 2020 թվականի պատերազմում կորցրել ենք կշեռքի մի նժարին դրված հայրենիքի մի մասը, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, ավելի անկախ է եւ ավելի ինքնուրույն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ եմ հասկացել, ինչ եմ արձանագրում, որ մենք կշեռքի այս մյուս նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44 օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որը ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է, եւ ես չեմ ուզում, որ այս թեզը հնչի որպես էլի գեղեցիկ ձևակերպված նախադասություն, այլ ուզում եմ կոնկրետ օրինակով ասել։ Ես ավարտեմ 2025 թվականի մարտի 1-ը այն օրն է, որի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Թվում է թե շատ տրամաբանական բան է, չէ՞, ինչ կա մի հատ էլ զարմանալու, որ մի հատ էլ գլուխ ենք գովում, անկախ պետություն եք, բնականաբար մեր սահմանին պետք է կանգնի մեր սահմանապահները։ Այդ որոշումը ես եմ կայացրել, ես կայացրել եմ 2024 թվականին։ Ես կարող եի այդ որոշումը կայացնել 2019 թվականին, երբ որ թվում էր թե քաղաքականապես եւ բոլոր առումներով շատ ավելի ուժեղ եմ եւ շատ ավելի պինդ եմ։ Ոչ, ես չէի կարող այդ որոշումը կայացնել 2018 թվականին, 19 թվականին, 20 թվականին, չէի կարող պարզապես։ Մտածելը նույնիսկ շատ դժվար էր, որ կարա այդպիսի բան տեղի ունենա։ Իսկ 2024 թվականին ես կարող էի եւ կայացրել եմ այդ որոշումը, մենք շնորհակալություն ենք հայտնել Ռուսաստանի Դաշնության այս ընթացքում մեծ ցուցաբերած աջակցության համար, բայց ասել ենք, որ գիտեք ինչ, մենք որպես պետություն հասունացել ենք, մենք մեր սահմանային կետերը ինքներս կարող ենք վերահսկել։
Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս 18-ից իր ամենակարևոր թեզերից մեկը այն է, որ Հայաստանի կարևորագույն առաքելությունն է դուրս գալ պատմական ցիկլերից, երբ կայսրությունների փլուզման ժամանակ հայերն ունենում են պետականություն, իսկ կայսրությունների կայունացման շրջանում կորցնում են այն։ Ես այսօր կարող եմ ասել, որ նախորդող շրջանի պատմությունը կորստի պատմություն չէ, նախորդող շրջանի մեր պատմությունը ձեռքբերման պատմություն է, որովհետև մենք ստացել ենք հարատև պետություն ունենալու շանս։ Հիմա մեզանից է կախված, մենք այդ պետությունը կստանանք, թե չենք ստանա, եթե մենք համաձայնվենք մեզ սահմանափակել ու այդպիսով սահմանափակել նաև ուրիշներին, մենք ունենանք հարատև պետություն, որը կկարողանանք սերնդեսերունդ փոխանցել, եթե ոչ, մենք հիմա մեր պետականությունը կկորցնենք, ասել է Փաշինյանը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Պարոն Արշակյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Արշակյան, վարչապետի հայտարարություններին եմ ուզում անդրադառնանք, մասնավորապես 20 թվականի պատերազմում կորցրել ենք կշեռքի մի նժարին դրված հայրենիքի մի մասը, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, ավելի անկախ է եւ ավելի ինքնուրույն է։ Ուսանողների հետ հանդիպման է վարչապետը սա հայտարարել, ձեր գնահատականն եմ ուզում լսել այս հայտարարության վերաբերյալ, իսկապես կորցնելու արդյունքում մենք ձեռք ենք բերել այդ պետությունը, որը ավելի ինքնիշխան է եւ ավելի ինքնուրույն, համեցեք։ Ես երևի պետք է սկսեմ մի քիչ պատմական բանով անցնենք 1920 թվականին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց քաղաքակրթական ֆորպոստ։ Ընդհանրապես հայկական Երևանսկայա խանստվա, որը դարձավ Երևանսկայա օբլաստ, հետո Արմյանսկայա օբլաստ, դա ֆունկցիա, այսինքն գործառույթի խնդիր էր դրված։ Քաղաքակիրթ աշխարհը դեռևս 19-րդ դարի սկզբին համարում էր, որ Թուրքիայի եւ Իրանի թիկունքում անհրաժեշտ է ունենալ յուրային, որևէ յուրային քրիստոնեական ու կանգ առան Հայաստան-Վրաստան միության վրա։ Ընդհանրապես ենթադրվում է, որ միասնական պետություն կլինի։ Օսմանյան կայսրությանը նույնիսկ սրբազան դաշինքին Նապոլեոնյան հաղթողները 8 պետություն էր։ Դրանք նույնիսկ Թուրքիային եւ Իրանին չհրավիրեցին այդ խորհրդակցությանը, երբ որ աշխարհը բաժանում էին, որովհետեւ համարում էին, որ դրանք լուծարման ոչնչացման ենթակա պետություն էին։ Ու թիկունքում պետք է ունենային դաշնակիցը։ Ու խնդիր դրվեց, Ռուսաստանը դարձավ այդ ծրագրի իրականացնողը։ Այսինքն Ռուսաստանը ասաց, որ ես կկազմակերպեմ վրացական եւ հայկական պետություն մեր հովանավորությամբ, ու մենք արդեն Իրանի եւ Թուրքիայի գործերին միջամտելու իրավունք կունենանք։ 1900 նո գիտեք, հետո Ռուսաստանը խանդով մտածեց, բայց ինչի վրացիներն ու հայերը։ Հենա ես էլ ֆորպոստ եմ, էլի քաղաքակիրթ աշխարհի։ Ես կկատարեմ այն գործը, ինչ որ պետք է անեին Հայաստանը եւ Վրաստանը։ Ուրեմն ինքը վերցրեց իր վրա, լիկվիդացրեց վրացական պետությունը, լիկվիդացրեց ուխտ ուներ թագավորի հետ Վրաստանի։ Դա չեղյալ հայտարարեց եւ Արմյանսկայա օբլաստը դարձրեց Երևանսկայա օբլաստ։ Իսկ 1920 թվականին այդ ծրագրին միացավ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Անտանտան։ Պատկերացնում եք, սրանից մի քանի օր առաջ մենք նշեցինք Սարդարավատի ճակատամարտը։ Սարդարավատի ճակատամարտի ժամանակ Սարդարաբադ մտնելով մենք դուրս եկանք դասալիկ ռուսական իմպերիայի Անտանտային դասալքած, Անտանտային դավաճանած ռուսական իմպերիայի հանձնարարությունից պարտադրանքից դուրս եկանք եւ Եվրաքվեն, որ եղավ Եվրոդաշինքը, որ կա 1918 թվականին ենք մենք դա մի անգամ արել։ Միացանք Անտանտային եւ Սարդարապատում երկրորդ ճակատը բացեցինք Օսմանյան կայսրության դեմ ու հաղթեցինք։ Դրա մրցանակը հայկական պետությունն էր, այ հայկական պետության գոյությունը, հայկական պետության իրավունքը գոյության Սարդարապատի ճակատամարտներ։ Մենք միացանք Անտանտային։ Հիմա պատկերացրեք 1920 թվականին 1920 թվականին չստացվեց։ Մենք կորցրեցինք մեր պետականությունը։ Ռուս-թուրքական համատեղ զորքերը օկուպացրեցին Հայաստանը
եւ բաժանեցին իրար մեջ արաքս գետով։ Ու այս ականապատվեց, այդ դասական է դա, իմպերիաների համար դասական բան էր։ Այնպես բաշխեցին տարածքները Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի մեջ, այնպես բաշխեցին, որ օջախներ մնան, ասենք Ջավախքը, Նախիջևանը, Ղարաբաղը, իմիջիալից ադրբեջանական տարածքները Դաղստանում, լուրջ ադրբեջանական համայնք կա, այնպես արեցին, որ հենց որ պետք լինի, իմիջիալից Ադրբեջան ատրպատական անունը նույնպես հետաքրքիր էր, ուրեմն Իրանի գործերին միջամտելու համար ատրպատական Թավրիզը, այսինքն այստեղի ատրպատականը Ադրբեջանը իրավունք էր տալիս սովետական միությանը միջամտել Իրանի գործերին ժողովուրդների միացման, բաժանված ժողովուրդների հարցը, այստեղի սովետական Հայաստանը իր Իգդիր, Ղար, Սարդահան տարածքներով, Ղարաբաղով եւ Նախիջևանով նրանց գործերին միջամտելու եւ ընդհանրապես լարվածության համար էր 1986 թվականին ես եւ Նավասարդյան Աշոտը գտնվում էինք Գուլագում, Սիբիրում։ Մայիս ամսին, երբ որ պավտքի ջուրը բարձրացել էր, ճանապարհները փակ են, սառույց չկա, ճանապարհ չկա, երկաթուղի չկա, ուղղաթիռով մեզ եկան սափրեցին, շորերը մաքրեցին, այդ շերտավոր մահվան Կուչինոյի ճամբարի մասին է խոսքը։ Մեզ ինչ որ հարդարեցին, ու ասեցին կարևոր հյուրեր ունենք, լագերի պետը անձամբ ասեց կարևոր հյուրեր ունենք, չգիտենք ինչի համար են եկել, մենք ռեժիմը չենք խախտել, ձեր ռեժիմով դա է հասնում, բան ասենք մենք գանգատելու բան չունենք, բերեք ուր եք տանում, ու մի 10 հոգի ոչ չեկիստ, ցեկայի անդամներ, ցեկա, Յակովլևի այդ քարտուղարությունից եկան ասեցին, որ լիկվիդացնում ենք Գուլագը 1986 թվականի մայիս ամսին Գուլագը լիկվիդացվում է սովետական միությունում դուք երևի գիտեք Պերեստրոյկա Ուսկարիենի գլասնես ասեցին գիտենք Պրավդա-թերթ մեծ տալիս են կարդում ենք խցիկում ասեցին որ մենք լիկվիդացնում ենք հրեաները գնալու են Իսրայել ուկրաինացիները գնում են Կանադա ռուսները գնում են Ամերիկա ձեզ համար ուր եք ուզում որ գնաք մենք ասեցինք եթե հնարավոր է Հայաստան որովհետև մենք այնտեղ չգիտենք ինչ պետք է անենք հրեաները ուկրաինացիները գիտեն ինչ պետք է անեն մենք չգիտենք ես ու Նավասարդյան Աշոտ ասեցինք մեզ եթե հնարավոր է թողեք կամ Ռուսաստանում մնանք Սիբիրում որովհետև մինչև 1996 թիվը մենք սրոկ ունեինք ասենք 10 տարի դեռ ունեինք ասեցինք մեզ եթե հնարավոր է թողեք կամ մնանք այստեղ այս պերեստրոյկայի ժամանակ ազատությունների կամ ուղղակի Հայաստան, բայց 101 կիլոմետրի ռեժիմը կար, այսինքն մենք մայրաքաղաքում երկաթուղում, Կայարանում, Զորամասին եւ այլ բոլորից պետք է 101 կիլոմետր հեռու լինենք։ Հայաստանում այդպիսի տարածք չկա, որ սահմանից 101 կիլոմետր հեռու լինես ու քաղաք չլինի մոտը։ Ասենք կմնանք ստեղ Սիբիրում։ Ռուսաստանում կմնանք, ասեցին, չէ, դուք չգիտեք Հայաստանում հետաքրքիր բաներ են սպասվում։ Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը կա։ 86 թվականի մայիս ամսին գիտեին ինչ է լինելու։ Չէ, մենք դա չենք պատկերացնում։ Հա, մենք հյուծված էինք, ես ասեմ, արդեն 7-րդ, 8-րդ տարին էր փակ ռեժիմում Վլադիմիր Չիստոպոլ, հիմա էլ Կուչինո։ Դու ասացինք, դե մենք adekvat չենք։ Մենք այսքան այս ռեժիմում նստելուց հետո մենք այնտեղ այդպես բան չենք կարող անել, ասեցին անողները կան։ Ված չլինի, որ դուք այնտեղ ներկա լինեք։ Մի խոսքով մեզ տեղափոխեցին 86 թվականի մայիսից հետո, տեղափոխեցին ազատ զոնա, տարան հիվանդանոց, հյուծված էինք, բանտային հիվանդանոց, սնեցին մեզ, ասենք 450 գրամ հաց էին տալի, կաշա եւ այլն, ու 87 թվականի օգոստոսին մենք վերադարձանք Հայաստան եւ սկսվեց էկոլոգիական շարժում, հետո Ղարաբաղյան շարժումը։ Մենք որ ասեցինք մեզ ասել են, մենք գիտեինք, որ Ղարաբաղյան շարժում է լինելու։ Այն ժամանակ մեզ Ղարաբաղյան շարժումից խիստ բարյացկամ, ձեզ ասեմ, ընդգծված բարյացկամ մեզ հետ։ Նավասարդյան Աշոտի ու ինձ հետ հատկապես ընդգծված, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ Ընդգծված բարյացկամ ասեցին, դուք մի քիչ հեռու մնացեք էլի։
որովհետև դուք նացիոնալիստ եք գրանցված։ Մեր շարժումը ազգային ազատագրական շարժում չի։ Մեր շարժումը սովետական միության կազմում Ղարաբաղի հարցը լուծելն է նշանակում։ Մենք ուզում ենք Ղարաբաղը հետ վերցնել։ Դուք ձեր անկախության ծրագրերով մեզ կխանգարեք։ Կողքից, մենք չենք մասնակցում։ Դուք գիտեք Գորգիսյան Մովսեսի հետ լարվածությունը Շանթի հետ, լարվածությունը Ղարաբաղ կոմիտեի։ Այսինքն հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ես այս դեպքում համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, իրեն փաստա հիմք եմ տալիս փաստական, որ մինչև 1990 թիվը մենք հեռու ենք եղել Ղարաբաղյան շարժումից, անկախության շարժում էր մեր շարժումը ու այսպես ասած ուղեկից էինք մենք, լուսանցքային շարժում էինք Ղարաբաղյան շարժման մեջ։ Ես ի դեպ կարծում եմ, որ Ղարաբաղյան շարժումը հենց ազգային ազատագրական շարժման դրսևորում էր այդպես։ Սովետական միության տարածքում Հայաստանի համար նախատեսված ռեժիմով այլ ձևով այն ինչ որ մենք էինք անում անկախականներս դա ընդհանրապես լուսանցքում պետք է լիներ հասարակությունը Ղարաբաղյան շարժումը համարում էր ազգային ազատագրական շարժում ու շարժում էր բայց հետագայում այդ շարժումը Ղարաբաղյան շարժումը որպես գործիք ազգային ազատագրական շարժման գործընթացում process-ում մոդա էր այն ժամանակ process пошел ուրեմն այդ գործիքը հետագայում դարձավ նպատակ այսինքն միջոցը պետականության համար ազգային ազատագրական շարժում նշանակում էր պետություն անկախություն կամ բարձր ավտոնոմիա ձեռք բերելու երազներ կային Ղարաբաղյան շարժումը ընդամենը միջոց էր պետության համար Ղարաբաղյան շարժումը դարձավ նպատակ այսինքն Ղարաբաղը դարձավ պետության նպատակը պատկերացնում եք ու մինչև 2020 թվականը Ղարաբաղը մեր պետության նպատակն էր հայ ժողովրդի նպատակը Ղարաբաղը պահելն էր Հայաստանի հետ կիսանկախ սահմանափակ իրավունքներով վասալական իրավունքներով բազմաթիվ պայմանագրերով այդ ODKB-ները, SNG-ները Հիմա վարչապետի հայտարարությունը իրականության հետ կոնկրետ աղերս ունի Ես ափսոսում եմ, որ ինքը հիմա է ասում, պետք է Սարդարվատի ճակատամարտի օրվա իր ճառի մեջ դա արդեն Մենք 20 թվականի պատերազմում կորցրել ենք Կշեռքի մի նժարին դրված հայրենիքի մի մասը, բայց ձեռք ենք բերել պետություն։ Պետություն ենք ձեռք բերել, այսինքն կորուստը դեռ մենք դրան կանդրադառնանք, այսինքն պետությունը վճիռ կայացնելու իրավունքն ենք ձեռք բերել։ Այդ վարչապետի ասացի մեջ դա է կարևոր։ Մենք հիմա վճիռ կայացնելու իրավունք ունենք։ Օրինակ, վճիռ կայացրեցինք Եվրոպայի դիմելու համար, մերժված Եվրոպային։ Մենք մի անգամ 13 թվականի սեպտեմբերի 3-ին մերժեցինք Եվրոպայի պարզած ձեռքը, մենք մերժեցինք, որովհետև մտածում ենք, որ Արցախը կպահենք, Արցախը կկորցնենք, եթե մենք Եվրոպայի ձեռքը սեղմենք։ Տեսեք ինչ հետաքրքիր բան։ Պարոն Աշակյան, հիմա որքանով ենք բռնում Եվրոպայի մեկնած ձեռքը, որովհետև տեսեք մի կողմից օրենք ենք ընդունում, բայց օրերն անցնում են, 70 օր է անցել, բայց մենք չունենք գետնի վրա գետ 1 առաջընթաց, 1 քայլ։ Տեսեք դուք նշում եք դա որպես կարևոր ձեռքբերում, բայց առաջընթացի համար մենք գործողություններ չենք տեսնում։ Գիտեք ինչքան բան կա հիմա Նիկոլ Փաշինյանի մասին, որ ես կարող եմ ասել դժգոհելով։ Շատ բան կա, բայց ես հիմա խրախուսում եմ, ասում եմ 3 չէ առաջ օրը ասեիր, որ 1920 թվականին Սարդարաբադի նվաճումը ռուս-թուրքական դաշինքը ոչնչացրեց ագրեսիա եւ անեքսիա տեղի ունեցավ այսինքն մեր նվաճումը մեզանից խլեցին այնքը չասեց հիմա այլախոսորեն հա այլ ձևով այն ժամանակ պետք է սա ասեր, պետք է ասեր, չասեց, դե մենք հիմա դրթում ենք իրեն, մոտիվացիա ենք տալի, ասում ենք, այո, վճիռ կայացնելու իրավունքը շատ թանկ արժի,
վճիռ պետք է կայացնենք, եթե մենք կարողանանք տերը լինել մեր երկրի, մենք մեր տերը լինենք, մեր ազատության տերը լինենք, ինքնիշխանություն կոչվածը իսկական անկախություն լինի, մենք կիմանանք ում հետ ենք դաշնակից, մենք կիմանանք ով է մեր թշնամու դաշնակիցը, հիմա փաստորեն Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ հետո լրացնում է, ես հույս ունեմ, որ այդ հավասարակշռություն կոչվածը կտեղափոխի այլ տեղ, հավասարակշռությունը բալանսավորված քաղաքականությունը հավասար ուժերի մեջ է բալանսավորվում, նրանք հավասար ուժեր չեն, մեկը մեր թշնամու բարեկամն է, մեկը մեր թշնամու թշնամին է, մենք չենք կարող նրանց մեջ հավասարակշռություն պաշտպանել, այդ հավասարակշռություն տերմինը նույնիսկ սխալ է օգտագործվում, աճ ու ձախ մենք չենք կարող գնալ։ Այսինքն Հայաստանը շատ հստակ պետք է կողմնորոշվի, ժամանակն է։ Սարդարապետի ճակատամարտում մենք կողմնորոշվել ենք։ 301 թվականին մենք կողմնորոշվել ենք, մեր ամենամեծ քաղաքական գործիչը Տիգրան Մեծն է, Տիգրան Մեծը կողմնորոշվել է, հիմա ով որ այլ բան է ասում, նշանակում է իրեն ավելի լուրջ է ընդունում, քան թե Տիգրան Մեծն էր, ու ինքը պետք է բժշկի դիմի, որովհետև եթե մենք եվրոպական կողմնորոշումը ընդունել ենք Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ, եթե Տիգրան Մեծի ժամանակ ենք ընդունել, Արշակունիների ժամանակ, Բագրատունիների, Ռուբինյանների, Հետումյանների, Արծրունիների, մենք ընդունել ենք եվրոպական, որովհետև մենք եվրոպացի ենք, մեր ուղին դա է, մեր անվտանգությունը այնտեղ է, քաղաքակրթությունը այնտեղ է, այստեղ մեզանից հետո ուրիշ քաղաքակրթություն է, ուրիշ կուլտուրա է, ուրիշ հարաբերություններ են, այսինքն մենք չենք կարող, հենց որ մենք հայտարարում ենք, որ մենք չենք, մենք դառնում ենք զոհ, այդ մենք զոհ ենք դառնում, որովհետև նրանք մեզ չեն ընդունում, իրենք գիտեն այլ կողմում, այսինքն Պակիստանում, բազմազգ Պակիստանում ի դեպ ասեմ, բազմազգ է, նրանք գիտեն, որ մենք իրանցից չենք։ Պարոն Արշակյան, հիմա ժամանակն է հստակ կողմնորոշվելու այդ բալանսը, բալանսավորող կամ բալանսավորման քաղաքականությունը մի կողմ դնելու եւ ըստ էության այն ծրագիրը, որ ունի Հայաստանը դեպի Եվրամիություն ուղղելու հայացքային։ Մեր ժողովուրդը պատվիրել է դա անել։ Պատվերը կատարելու ժամանակն է, Փաշինյանը պիտի դեռ ուշանում ենք, մենք արդեն ուշանում ենք, գնացքը գնում է, մենք ուշանում ենք, անհրաժեշտ է, ակտիվ, աշխուժ քայլերով պետք է մենք դանենք, մեզ միևնույն է, Եվրոպան տանելու է, գիտեք ոնց է տանելու, պարտադրելու է, իրենք սակարկում են Ռուսաստանի հետ, Եվրազիական միության հետ իրենք սակարկում են, ու այսօրվա կարգավիճակը Ռուսաստանի Հայաստանում, հենց դրա նշանն է, ռուսները այստեղ չեն ուզում որևէ բան անել, որտեղ գիտեն, որ հանձնելու են, տեսեք, մենք չենք ուզում հանձնվել, հանձնման օբյեկտ լինել, դուք պատկերացնում եք, ինչի հանձնել, երբ որ մենք կարող ենք ինքներս քայլանել։ Բայց ամեն դեպքում իրենց քայլերը ցույց են տալիս, որ հեռանում են այստեղից, պարոն Արշակյան։ Լավրովն եկավ Հայաստան։ Դա է նշանակում։ Լավրովն ով է։ Լավրովը մեզանից մեկն է ուրացած։ Լավրովը նույնպես արմիաշկա է։ Լավրովը հենց վիրավորական էր, Իվանը պիտի գար, Իվան Պետրովիչը պիտի գար, ռուսը պիտի գար, ասել ես դեր բարեկամն եմ։ Մենք դրան ենք, մենք Ռուսաստանի հետ գործ ունենք, մենք արմիա, թող Մարգարիտան գար Սիմոնյան, կամ Արա Աբրամյանը գար, դա վիրավորական է, հետո մենք ուղարկում, մենք դրանց վտարել ենք մեր երկրից, մեր ինքնությունից վտարված են դրանք։ Սերգեյ Լավրովը, ինչը քալանթարա, աղաքանթարա, ինչա, մենք նրան վտարել ենք, մեր ինքնությունից չկա, դուք որան ուր եք ուղարկում մեր մոտ, աբորիգեն, դա պապախը դներ գար էլի տրեխներով, խուրջինը, շալակած, դա վատ նշան է, նշանակում է նրանք կարևոր չեն համարում մեր հարաբերությունները, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ Ռուսաստանը կարևոր չի համարում, որովհետև հանձնել է, թեկուզ իր դրածոները տեսեք ինչ կարգավիճակ ունեն,
սիրելի դրածոները, ինչ կարգավիճակ ունեն, այդ 5 րոպե է մնացել մինչև Բերդ գնալը, սուխարիկ մուխարիկ են չորացնում, տակ գուլպաներ, բաներ են պատրաստում, իր դրածոները, իր կադրերը, Ալիևի պարտկոմնինը բերեց, մեր մոտ տեղավորեց, հիմա ինչ կարգավիճակ ունեն, հենց դուրը ծեցում են, մտածում են եկան տանեն, դա Ռուսաստանի վերաբերմունքն է յուրայինների հետ, տեսեք ովքեր են խոսում հիմա, որ մենք ռուս ենք, ռուսներին միանանք, լավն են, SNN են, ինչ որ, դրանք ովքեր են, տեսեք, բադա է, այսինքն ներկայանալի չեն, Ռուսաստանը հանձնել է Հայաստանը ազդեցիկ չեն, այսինքն ու վրա են նշանակում են նրանք այստեղ լուրջ քաղաքական գործիչների հետ չեն ուզում գործ բռնել, որովհետև գնալու են, հոհետները չեն տանելու, դրա համար ասում են դրանց հետ թող մնա։ Ես կարծում եմ, որ մերոնք պետք է ակտիվորեն եւ աշխուժորեն համագործակցեն, ընդառաջ գնան Եվրոպային, գնան դուրոցեցեն, դրան առաջ նստել են, ասում են ինչ կա, ասում են դե մտածում ենք, ինչ եք մտածում։ Ինչ եք մտածում, հրավիրել են, մեր ժողովուրդն էլ ասում է գնացեք, մեզ էլ տարեք հետներդ։ Ինչ անի, մեր ժողովուրդը ինչ անի, Սարդարաբադում կռվեցինք, Բերլին գնացինք ձեր հետ, ինչ անենք։ Որ ես ասում եմ, որ ողջունելի է։ Նախորդները ես չեմ ողջունել։ Առաջիկայում կարծում եք կոնկրետ քայլեր կտեսնենք, եթե մենք ասում ենք, 18 թվից ասում ենք Սա էլ տեղից դանդաղ է շարժվում, ինչպես դուք եք ասում, գնացքը գնում է։ Շարժվում կանգ է առնում, այդ շարժվում կանգ ճռռալով է գնում, էլի, այդ սայլը ճռռալով է գնում։ Նախ սայլ պետք չի, հարկավոր է լուրջ գնացք, արագ գնաց, ինչ որ գնացքով հարկավոր է գնալ, հասնել մերոնց եւ ապահովել մեր երկրի անվտանգությունը, բայց ինչքան կարելի է հանդուրժել, որ մեր երկիրը անվտանգության համակարգ չունի, մեր երկրի անվտանգությունը ապահովում են մեր թշնամու բարեկամները։ Ես հատուկ եմ այդ տերմինն օգտագործում, որ չասեք Բելարուսը էս չէ։ Երեք Ռախմոնի տղեն այցելել է Կրեմլ, որը երիտասարդ Ռախմոնը փոխարինել է ծեր Ռախմոնին, երիտասարդ Ալիևը փոխարինել ծեր Ալիևին, երիտասարդ Կոլյան փոխարինել ծեր Սաշային Բելարուսում։ Մենք ուզում ենք այդպես գնանք։ Ես կարծում եմ, որ սայլից հարկավոր է իջնել։ Արագ։ Մանավանդ Եվ արագընթաց գնացք նստել ու գնալ։ Այո, այս պոեզից իջնել, էլի սա էլ է պոեզից իջնել, արագընթաց տևեժներ, բաներ կան, դրանցով հարկավոր է գնալ, որովհետև կյանքը կանգ չի առել, վտանգները ահագնանում են, լավ է, որ մեզ աջակցում են, այդ ապահովության ինչ-որ բան կա, դիտորդներ կան, այցելություններ կան, հրահանգներ կան, ինչ-որ նամակներ են գրում, սպառնում են, բայց դա բավարար չի մենք, նրանք նույնպես մարդ են, այդ մակրոնները, պայմանական ասենք, ամենայն հարգանքով Ֆրանսիային, ֆրանկաֆոն են, այդ մակրոնները նույնպես մարդ են, նրանց հարկավոր է շահագրգռել նույնիսկ, մենք 1918 թվականին երկրորդ ճակատը բացեցինք, Անտանտային օգնեցինք, դա պետք է հիշեցնենք մենք 1100 քանի թվին երկրորդ ճակատը բացեցինք խաչակիրների համար, օգնեցինք խաչակիրներին, չէ՞։ Մենք Տիգրան Մեծի ժամանակ եվրոպացիներին օգնում էինք, հենց անցնում էինք իրենց կողմը, իրենք հաղթում էին այս արևելքի ժողովուրդներին։ Այսինքն դա որպես բացում են դրանք օգնականների կեսը պատմաբան է, ուրեմն մենք պետք է ոչ թե խնդրողը լինենք, այմ ասած այս ճառը, ինչի մասն է, պետք չի խնդրել անվտանգություն, ռեսուրսներ, հարկավոր է աջակցել Եվրոպային, երկրորդ ճակատը բացեք, քաղաքակրթական ճակատը բացեք, հիմա դա է, արագ քայլերով, եթե մենք գնում ենք Եվրոպա, մենք դառնում ենք Եվրոպայի աջակիցը, Եվրոպայի դաշնակիցը, ոչ թե Եվրոպայի հպատակը, Եվրոպայի հաճախորդը։ Շնորհակալ եմ, պարոն Ավշակյան։ Շնորհակալություն։
Առաջինի տաղավարում զրուցում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Այսօր ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը մի շարք թվեր է հրապարակել եւ հայտարարություններ արել։ 24 թվականի պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ 18-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ, մարդիկ Հայաստանում շուրջ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 18-ին։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Այս թիվը արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ, խոսքը բոլոր առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է։ 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասը աշխատել է։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782,832 աշխատատեղ, որը 192,613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշին։ Փաշինյանը ներկայացրեց, որ 25 թվականի ապրիլի դրությամբ բոլոր աշխատողների աշխատավարձային ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ, 18-ի ապրիլին 94 միլիարդ 206 միլիոն դրամ է եղել։ Բարձր աշխատավարձությունից 90%-ով ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն։ Աշակերտներին պետք է ասել լավ սովորեք, որ լավ ապրեք, ընդգծել է վարչապետը։ Ապրելուց, կյանքից գոհ լինելը կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների եւ պետական բյուջեի հետ, բայց մինչ այդ մեկ ուրիշ թիվ էլ մեջբերեմ 2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ 2025 թվականի ապրիլին 238 միլիարդ 975 միլիոն դրամ 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Սա, կրկնում եմ, բոլոր աշխատողների, բոլոր գրանցված աշխատավարձն է, եւ այս թիվը 2025 թվականի ապրիլին, 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով, կամ խնդրում եմ ուշադրություն, 153%-ով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է 2.5 անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Ես օրինակ մտածում եմ ինչ մեկնաբանեմ, ինչ մեկնաբանություն տամ ես այս թվին, այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք, տեսեք, այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերություն է պետության եւ չպետության միջև։ Վարչապետը անդրադարձել է նաև թոշակների խնդրին, եթե ամբողջ պետական համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանար, թոշակը 1500 դրամով էր բարձրանալու, նշել է Փաշինյանը։ Պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը այդ ամեն ինչի մեջ փոքր են 5%-ից։ Պետական կառավարման համակարգի այդ բոլոր մեծադղիրդ պարգևատրումները եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ելի եմ ասում, եթե օրինակ ամբողջ պետական այդ շարքումները որ կան, որ
պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով։ Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն, բոլորը ոչ մեկ 0 աշխատավարձ, բայց այստեղ կա մի նրբություն։ Այդ աշխատավարձ, այդ թոշակը, որը այդ համակարգին աշխատավարձ չտալով կարելի էր 1500 դրամ բարձրացնել, ենթադրենք մարդը ստանում է հիմա 30000 դրամ թոշակ։ Ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ այս ամիս պետական հիմնարկներ, պետական համակարգը աշխատավարձ չի ստանում եւ դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանալ 31500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակների 70%-ը այդ կենսաթոշակը չի ստանա ֆիզիկապես, որտեվ հռչակված կլներ, բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասնի B կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա։ Այնուհետև Փաշինյանի կողմից թվային տվյալների ներկայացումը շարունակեց նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մարդկանց բարեկեցությունը նկարագրող հիմնական ցուցանիշը մեկ անձի հաշվով հնա ցուցանիշն է։ Այդ ցուցանիշը 18 թվականին եղել է $4200, 24 թվականին $8500։ Ասել է նախարարը, ապա եզրակացրել, որ մարդը միջինում դոլարային արտահայտությամբ 2 անգամ ավելի շատ եկամուտ է ստացել 24 թվականին 2018 թվականի համեմատությամբ։ 24 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունում աճել է 53%-ով, սակայն հայկական ծագրման ապրանքների արտահանումը 18.6%-ով։ Առանց թանկարժեք մետաղների արտահանման ավելացել է շուրջ 2.3%-ով։ Սա առանձին ուզում եմ շեշտեմ, որովհետև այս տարի տարբեր տեսական ցուցանիշներ ներկայացնելուց տարբեր վերլուծաբաններ եւ տնտեսագետներ գուժում են նրա մասին, որ մեր արդյունաբերությունը անկում է ապրում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ մենք ամեն անգամ ներկայացնելուց մեր արտահանման եւ արդյունաբերական աճի թվերը փորձել ենք ֆիլտրել այն ազդեցությունները, որոնք տեղի են ունենում թանկարժեք մետաղների Հայաստանի միջոցով վերարտահանման եւ Հայաստանում դրանց որոշակի վերամշակման ազդեցությունները, որպեսզի նաև իրական պատկեր ցույց տանք, թե ինչպիսի աճեր են գրանցում եւ հետեւաբար նույնը անելու ենք նվազման ժամանակ, որովհետեւ նաև նշել ենք, որ այս աճերը կրում են ժամանակավոր բնույթ եւ չեն բնութագրում Հայաստանի տնտեսական հիմնական զարգացումները։ 24 թվականին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 2.200.000 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 4.7%-ով կամ 108.000 մարդով, որը հիմնականում պայմանավորվել է Հայաստանի Հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թվականակի նվազմամբ։ Սա էլ մեր կանխատեսումներով կրում էր ժամանակավոր բնույթ, որը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիների դեպի Հայաստան 22-23 թվականներին մեծ ներհոսքով եւ այս գործոնները հետսետե վերադառնում են իրենց բնականոն մակարդակներին։ Ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի անկումը կազմել է 34.8%, որին ամենամեծ բացասական նպաստումն է ունեցել կրկին Ռուսաստանի Դաշնությունից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 52.3% նվազումը։ Վերոնշյալ պայմաններում վերանայվել են 24 թվականի տնտեսական աճի եւ հնայի կանխատեսումները։ 24 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ, որը 1.1%-ով տոկոսային կետով ցածր է եղել 24 թվականի պետական բյուջեի թիրախից, 0.4% կետով միջնաժամկետ ծախսային ծրագրում
կատարված կանխատեսումներից եւ 0.1%-ային կետով բարձր 2025 թվականի պետական բյուջեի կանխատեսումներից։ Նախարարը անդրադարձավ նաև գնաճին Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ գնաճի մասին որոշ վերլուծաբանների պնդումները կատարյալ ցնդաբանություն են, հավելեց Հովհաննիսյանը։ 24 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը 0.3%։ Ընդ որում կարելի ասել, որ Հայաստանի գնաճը համեմատած մեր նման երկրների հետ եղել է բավականին ցածր, օրինակ Վրաստանում այն եղել է 1.1%, հիշեցնեմ Հայաստանում կազմել է 0.3%, Ալբանիայում 2.2%, Ադրբեջանում 2.2%, Մոլդովայում 4.7%, Ղրղստանում 5%, Բելարուսում 5.8%, Ռուսաստանի Դաշնությունում 8.4%, Ղազախստանում 8.7%։ Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ ինչ որ մեկը խոսում էր դրա մասին, ուզեմ ասեմ ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են։ Եվ այս պահին զրուցելու եմ տնտեսագետ տվյալ կոմ հարթակի հիմնադիր Աղասիթ Թավադյանի հետ։ Պարոն Թավադյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ես շնորհակալ։ Պարոն Թավադյան, այսօր թե վարչապետը, թե նաև նախարարը մի քանի կարևոր հայտարարություններ են արել, բայց նախ եւ առաջ անդրադառնանք վարչապետի այն հայտարարությանը, որ 18-ի համեմատ Հայաստանում 50%-ից ավելի մարդիկ ավելի լավ են ապրում, քան 18-ին էին ապրում։ Նախ ձեր գնահատականները, այս վերլուծությունները որքանով են հիմնավոր, որքանով իրականության հետ աղերս ունեն, եւ 80-ից 90% բարձր աշխատավարձ ստանում են, լավ կրթություն, որակյալ կրթություն ստացած համեցեք ձեր գնահատականները։ Ինչպես միշտ կառավարությունը ներկայացնում է տվյալների մենակ դրական կողմը, նշեմ, որ այստեղ կա միջինի խապկանք, որովհետև եթե 2018 թվականին ենթադրենք մեր հանրապետությունում 5 մարդեր աշխատում, սա բարձ բառերով բերեմ, որ ունկնդիրը հասկանա, որոնք ստանում էին 1, 2, 3, 4 եւ 5 դրամ համապատասխանաբար, եւ միջինը կազմում էր այս 5 հոգու 3 դրամ, այս պահին այդ նույն մարդիկ ստանում են 1, 2, 3, 4 եւ 10 դրամ եւ միջինը արդեն կազմում է 4 դրամ։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, որ քաղաքացիների գրեթե 80%-ի մոտ գրեթե փոփոխություն չի եղել եկամտի, իսկ այդ վերջին 10%-ի մոտ եկամուտները 2-3 անգամ աճել են, որի հաշվին միջինը եւ աշխատավարձային ֆոնդը բավականին մեծացել են։ Եվ սա պետք է հասկանալ, որտեղ միջին աշխատավարձը եւ միջին վիճակագրական մարդու աշխատավարձը նույնը չեն։ Եվ եթե միջինը աճում է, դա չի նշանակում, որ միջին վիճակագրական մարդու աշխատավարձը աճում է։ Այստեղ նաեւ մեկ այլ հստակ խնդիր կա, աշխատավարձային ֆոնդի գրեթե 80%-ը, 70%, գրեթե 80%-ը ձևավորվում է Երևանում։ Այս եւ սա բավականին վտանգավոր է եւ այսպես մտահոգիչ է, որտեղ եթե 2018 թվականին մոտ 70%-ն էր ձևավորվում Երևանում, ապա 80%-ն է ձևավորում Երևանում։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, որ ոչ թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունում է աճել, այ հենց Երևանում այս աշխատավարձը։ Իրականում Հայաստանում կա երկու տնտեսություն։ Առաջին տնտեսությունը այն տնտեսությունն է, որով մեր կառավարությունը սիրում է հպարտանալ եւ մեջ բերել տվյալները, մասնագիտացված մարդիկ, այսինքն այն կրթություն ստացող մարդիկ, որը վարչապետը նշում է, եւ այլ մնացածը, որոնց մասին երկրորդ տնտեսությունը, որոնց մասին չի խոսում, այսինքն մարզերում գտնվող աշխատատեղերը, ասենք կրթության ոլորտի աշխատատեղերը, ինչպես նաեւ բոլոր այլ աշխատատեղերը։ Իրականությունը այն է, որ եթե 2018 թվականին բանկային ոլորտում միջին աշխատավարձը 350,000 դրամ էր, հիմա գրեթե 1 միլիոն դրամ է։ Եթե ՏՏ ոլորտում 500,000 դրամ էր, հիմա եթե չեմ սխալվում 1.1 միլիարդ դրամ։ Այսինքն այս ոլորտներում 2-3 անգամ աճել են, իսկ մնացած ոլորտներում, օրինակի համար կրթության ոլորտում մոտ 30%-ով է աճել, որը
հավասարազոր է միջին գնաճին այս մի քանի տարվա ընթացքում։ Այսինքն կրթության ոլորտում աշխատողը, օրինակի համար, նույնը ինչ ասեմ, օրինակ պետական ոլորտում աշխատողները զգացողությամբ նույն աշխատավարձն են ստանում, որտեղ այդ 30% հավասարես մի քանի տարիների գնաճային մակարդակին, կամ այլոք։ Այսինքն իրականությունը այն է, որ հարուստներն են հարուստացել, որի հաշվին եւ աշխատավարձային ֆոնդը աճել է եւ միջին աշխատավարձը նույնպես աճել է։ Այսինքն նորից կրկնեմ 50% աճը չի նշանակում, որ միջին վիճակագրական մարդու աշխատավարձն է աճել։ Սա նշանակում է, որ հարուստների աշխատավարձը 2, 3, նույնիսկ 4 անգամ աճել է, իսկ մնացածինը տեսեք, իրական թվերը ինչ են հուշում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում աշխատողների, այս պայն աշխատողների 25%, ամենացածր ստացող 25%, ստանում են 160,000 դրամից ավելի պակաս աշխատավարձ ամսական կտրվածքով։ Իսկ 50%-ից ցածրը ստանում են 230,000 դրամից ցածր աշխատավարձ ամսական կտրվածքով։ Սա պետք է հասկանալ, այսինքն եթե միջինները խաբուսիկ են եւ սա մենք պետք է հասկանանք եւ ընկալենք։ Պարոն Թավադյան, այսինքն այս թվերը ձեր ներկայացրած, այսպես ասած, Հայաստանում գոյություն ունի երկու տնտեսություն եւ հենց ցանկալի թվերն են, որը հրապարակում են նախարարն ու վարչապետը, բայց իրականության հետ փաստորեն աղերս չունեն, քանի որ հարստացել են հարուստները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները եւ բանկային համակարգի աշխատակիցները։ Այո, պետք է հասկանալ, որ սա հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունն է, որովհետև 2022 թվականին բավականին այսքանակությամբ կապիտալ եւ աշխատուժ ներհոսեց Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանից դուրս եկած կապիտալի մոտ 15-ից 18%-ը հանգրվանեց Հայաստանի Հանրապետությունում, 2022 թվականին բանկային համակարգի զուտ շահույթը 3 անգամ աճեց, որի հաշվին բանկային աշխատավարձերը, ինչպես նշում է, 350-ից այս պահին բարձրացան գրեթե 1 միլիոն դրամ, եւ այնտեղ էլ չի նշանակում, որ եթե միջին աշխատավարձը բանկային ոլորտում 1 միլիոն դրամ է, ես կարամ գնամ ակնկալեմ, որ բանկային կամ հասարակ քաղաքացին կարա գնա ակնկալի, որ բանկային ոլորտում ստանալու է 1 միլիոն դրամ։ Այնտեղ հիմնական աշխատողները սպասարկման ոլորտի աշխատողներն են, որոնք առաջ ստանում էին, ենթադրենք մաքուրով 100,000 դրամ, հիմա ստանում են 120-130,000 դրամ։ Մեծ փոփոխություն չկա, որը համապատասխանում է գնաճի մակարդակին։ Աճել է բարձր մենեջերների աշխատավարձը, որոնք եթե առաջ ստանում էին, ենթադրենք 1 միլիոն դրամ, ապա հիմա ստանում են 5-6 միլիոն դրամ, նույնիսկ 10 միլիոն դրամ, որի հաշվին եւ միջինը ձգվել է իր վրա բանկային ոլորտի եւ նույնն էլ վերաբերվում է ՏՏ ոլորտին, սակայն ՏՏ ոլորտում այնտեղ ավելի հարթ է աշխատությունը այն տեսանկյունից, որ եթե միջին աշխատավարձը 1.5 միլիոն է, ապա այսպես ասած աշխատությունը ցածր եւ բարձր աշխատավարձ, այնքան մեծ չէ, ինչքան բանկային ոլորտում։ Տեսեք, անդրադարձավ վարչապետը նաև թոշակների խնդրին, նշելով, որ եթե ամբողջ պետական համակարգը 1 ամիս աշխատավարձ չստանա, ապա թոշակը 1500 դրամով էր բարձրանալու։ Այս վերլուծությունների հետ կապված ունեք, այսպես որոշակի հակադարձումներ, թե ոչ, պարոն Թավադյան։ Ուրեմն իրականում թոշակը դժվար է բարձրացնել, դա համաձայն եմ, որովհետև յուրաքանչյուր անգամ թոշակը որոշակի չափով բարձրացնելը բավականին մեծ պաշարներ է տնտեսության վրա վերցնում, սա ասեմ, թոշակը դժվար է բարձրացնել, սա կան այստեղ ասեմ, որ թոշակը այնպիսի ունակություն ունի, որ այստեղ որոշակի այսպես ասած գայունության կետ կա, որովհետև եթե մարդը ենթադրենք ստանում է 50,000 դրամ թոշակ, 40,000 դրամ թոշակ, 60,000 դրամ թոշակ, դա մեծ էական չի, մինչև որոշակի գայունության կետին չհասնի եւ այս գայունության կետից հետո միայն որակական փոփոխություն կարող է զգալ թոշակառում։ Սակայն մենք տեսնում ենք, որ Պարոն Թավադյան, դուք լսում եք ինձ։ Այո, ձայնս նորմալ է, ես ձայնը կտրվեց, խնդրում եմ, կտրատվեց, խնդրեմ շարունակեք թոշակների հետ կապված։ Այո, թոշակների վերաբերյալ բանը, ես Հայաստանում չեմ այս բանը, տեսակապետ կարող է խնդիրներ լինեն,
նշեմ, որ թոշակների առումով թոշակը դժվար է բարձրացնել այն տեսանկյունից, որ ճիշտ է 1000 դրամով բարձրացնելը պատկերացրեք մի քանի բանը, մի քանի 100,000 թոշակառուի վրա բավականին մեծ գումար է ստացվում բարձրացնելը, բայց այստեղ պետք է հասկանանք, որ զգայունության կետի ազդեցությունը կա, այսինքն թոշակառուի համար էական չի 40,000 դրամ է, 50,000 դրամ է, 55,000 դրամ է, մինչև որոշակի զգայունության կետը չանցնի, որից այն կողմ նա կարող է համարել, որ արժանապատիվ թոշակ է ստանում։ Սա խնդիր է, զգայունական խնդիր է, զգացողական խնդիր է, սակայն մենք տեսնում ենք, որ թոշակները Հայաստանում բարձրանում են, այո, բարձրանում են։ Պարոն Թավադյան, եւ գնաճի հետ կապված նախարարի գնահատականը, որ այդ վերլուծությունները ցնդաբանություն են, ինչ կարող եք ասել։ Ուրեմն այս պահին գնաճը բավականին վտանգավոր է ամբողջ աշխարհի համար։ 2023 թվականը մենք փակեցինք գնանկման, այսինքն -0.6% գնանկում ունենք։ Սա 2023 թիվը, 2023 թիվը, 2024-ին ունեցանք որոշակի գնաճ, սակայն մենք տեսնում ենք, որ տարեկան կտրվածքով արդեն աճում է եւ վերջին ցուցանիշը մայիսի 2023-ին արդեն ունենք 4.3% տարեկան գնաճ եւ այդ ցուցանիշը շարունակում է աճել։ Այսինքն իհարկե վտանգ կա, որ տարեվերջին մեր գնաճը լինի 6%, որը ասենք վտանգավոր է տնտեսության համար եւ պետք է հասկանալ, որ 2025 թվականի սկզբից կենտրոնական բանկը փոփոխել է իր քաղաքականությունը եւ թիրախավորում է ոչ թե 4 +-1.5% գնաճ, այլ 3 գումարած +- 1%, այսինքն պետք է լինի գնաճը 2-ից 4% եւ արդեն ամառվա կտրվածքով այդ թիրախից բարձր ենք մենք, իսկ ամառը պետք է հասկանալ, որ ասենք գները իջնում են եւ մենք այս պահին դա չենք տեսնում եւ պետք է նաեւ հասկանալ, որ Թրամփի կատարած քաղաքականությամբ, որ այնտեղ սանկցիա կներեք մաքսատուրքերը փորձում ամբողջ բոլոր պետությունների վրա դնել։ Սրանք ունեն համաշխարհային գնաճի բարձրացման էֆեկտ, որովհետև խախտվում են, ասենք, փոխանակության տաղապրանքների փոխանակման ճանապարհները։ Եվ սա էլ 2020 թվականի COVID-ի համաճարակի պես կարող է գնաճային լինել։ Եվ մենք 25 թվականի վերջին, 26 թվականի վերջին կարող ենք բավականին մեծ գնաճ տեսնել։ Այսինքն ինչ եմ ես կանխատեսում, որ կենտրոնական բանկը կարող է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նորից սկսել բարձրացնել։ Եվ այստեղ մեկ խնդիր է կա, որի մասին չի արձանագրում, դա հնայի եւ արտահանման ցուցանիշն է, ճիշտ է, նախարարը ֆինանսների դրա մասին նշեց, սակայն հստակ պետք է հասկանալ, որ մեր վերջին տարիների հնայի աճ հիմնականում պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետ, որը երկու փուլով ազդեց մեր տնտեսական աճի վրա։ 2022 թվականի 12.6% տնտեսական աճի օրինակի համար կեսը ապահովել էր ՏՏ ոլորտը եւ բանկային ոլորտը, որի հաշվին եւ աշխատավարձերը աճեցին։ Մնացածը վերաարտանում եւ այլ էֆեկտներ, այսինքն գրեթե մոտ 80%-ը այդ կամ ասենց ասեմ 12.6%-ի մոտ Աղետը ապահովել էր դրսից։ Նույնն էլ 2023 թվականին, 24 թվականին, բայց այստեղ արդեն ուրիշ էֆեկտ կար, ոսկու վերաարտանման էֆեկտը, որը նախարարը փորձում է իջացնել դրա ազդեցությունը, բայց հստակ նշենք, որ 2024 թվականի նոյեմբերին արդյունաբերության ինդեքսը կազմում է 17% աճը։ Հետո 2 ամսում տարվա վերջին իջավ մինչև 4.7%, այս պահին բացասական է գրեթե -20%։ Սա ինչ է նշանակում, եթե ոչ ոսկու վերաարտանման էֆեկտը։ Նրանք փորձում են ոսկու վերաարտանումը թաքցնել, որովհետև մինչև 2024 թվականի մայիսի, եթե չեմ սխալվում, ոսկու վերաարտանումը գրանցում էր արտադրության մեջ որպես ոսկու արտադրության հոդվածով, հետո նա փոփոխեցին հիմնական մետաղների արտադրության մեջ, որպեսզի թաքցնեն։ Մինչև մայիսը արտադրության 90-95%-ը աճի ապահովում է ոսկին, ոսկու հոդվածը, ոսկու արդյունաբերությունը։ Հետո 24 թվականի մայիսից սկսեց ապահովել 80-90%-ը հիմնական մետաղների արդյունաբերությունը, որը այս պահին չկա։ Սա ինչ է ոչ, եթե հնայի վրա ազդեցություն, որը իրան գրանցել են։ Եվ նույն էլ խնդիրը արտահանման հետ է։ Հայաստանի Հանրապետությունում 24 թվականին գրանցվել է 53%
աճ արտահանման, սակայն հիմնականում գրանցվել է ոսկու վերարտանման հաշվին կարճաժամկետ։ Պետք է հասկանալ, որ այդ աճի մեջ մեր հիմնական ավանդական ապրանքների աճը դեպի ավանդական ուղղություններ նվազել են, դեպի ԵԱՏՄ նվազել է, դեպի Ռուսաստան ԵԱՏՄ նվազել է 10%-ով, դեպի Եվրոմիություն 14%-ով 24 թվականին, 25 թվականին հակառակն է լինելու էֆեկտը, 25 թվականին հակառակն է լինելու էֆեկտը, արդեն մեր արտահանումը կրճատվել է 30%-ով, արդեն այս պայն վերջի ցուցանիշներով, եւ հավանականություն կա, որ մեր արտահանումը տարեվերջին լինելու է 6-ից 8 միլիարդ, այսինքն գրեթե 2 անգամ կարող է պակասել մեր արտահանումը, այս զուտ ոսկու վերարտանման չեզոքացման հաշվին, սենց պահի տակ աճեց եւ չեզոքացավ։ Սակայն այստեղ պետք է որպես դրական կողմ ասեմ, որ 25 թվականին ճիշտ է ընդհանուր արտահանումը պակասելու է գրեթե 2 անգամ։ Սակայն մեր ավանդական ապրանքների աճը արտահանման ունի աճի միտում այս պահին։ Շնորհակալ եմ պարոն Թավադյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցում էի տնտեսագետ Տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։